Ժողովրդյան բարլույս, ոնց եք, մենք էլ ենք լավ, արևա, մի թեթև քամի, մենք էլ գնում ենք մարզվելու, երեկ կիրակ էր, բայց չգնացինք, օրը երկուշաբթի է, գնում ենք մարզվենք ակնորանցնեմ մնացած գործերիս, Փոքրիկ պարտեզս հավանել էիք փաստորեն, Նարսիզի անունն էլ իմացա, էլ չեմ մոռան, այդ սիրուն ծաղիկի անունը Նարսիս է, ասեցիք թունավոր է ինքը, փաստորեն մենակ տեսքն է լավ, բայց ոչինչ, դե բույս է հիմա, ինքն էլ այդպես է ստեղծվել, ինչ արած, կատվի համար բաներ են դուրս դրել, գրատիս, այգի ենք հասել, Գարնանային արձակուրդը վերջացավ, էլի երեխաները գնացին դասի ու այստեղ հանգիստ այն, անցյալ շաբաթ ամեն օր այստեղ շատ լիքներ եղել, ես ինքս չեմ եկել, բայց Աշոտն ասեց, ասում գալիս էի լիքն էին, մարզվելու տեղ չկար, կարելի ասել անգամ մի քիչ շոկ է, հիմա ուզում ենք մարզվենք, հետո ետ առնալուց մտնենք Lidl, հացման պետք է առնենք, մի երկու բան, մի պայուսակով ձեռքով ենք տանելու, վերցնենք ու գնանք տուն, ուզում եմ մի երկու հատ փոխարարական ալիքի համար բան նկարեմ, Արև ընկնում է դեմքից, չգիտեմ, ճիշտ եմ պահել կամերան, թե չէ, շտապ օգնությունն է անցնում, այնքան բան է այստեղ, այս շտապ օգնության մեքենան, որ անցնում է, չէ, բոլոր մեքենաները քաշում են աջ ու կանգնում են, ճանապարհը տալիս են շտապ օգնությանը, մենակ շտապ օգնությունը չէ, եթե ոստիկանության մեքենան, շտապ օգնության լույսերն ու ազդանշանները միացրած մեքենաները անցնում են, բոլորը պարտավոր են, մի հատ թեքվեմ նայեմ ձեզ, ժողովրդյան չեմ կարող նայեմ, արև ընկնում ուղիղ դեպքիս, բոլորը պարտավոր են ճանապարհ տան, պարտավոր են, օրենքով ամրագրված, քաշվում են աջ կամ կանգնում են, ճանապարհ են բացում, այնպես որ հիշում եմ, որ ասում էին Հայաստանում, որ մի հատ շատ հարգարժան մարդ էր, դեռ այս ժամանակ ես Facebook ունեի, մի անգամ գրել էր, ինչ կլինի ժողովուրդ ջան, որ շտապ օգնության մեքենան անցնում է, ճանապարհ տվեք, շտապ դեպքա կարող է բան, ասում եմ այ քեզ բան, հասել այն մակարդակի, որ ասենք քաղաքացին է խնդրում, որ ճանապարհ տան, այն ինչ դա պետք է օրենքով ամրագրված լինի, կարող է ամրագրվածը չեն հետևում, ես չգիտեմ, բայց այդ դեպքում պետք է որ բարձր տուգանքներ լինի, որովհետև իրոք դա շտապ շատ կարևոր բան է։ Հիմա այստեղ մենք որ մարզվենք, հետնել ահագին վիտամին D կարտադրենք, մի հոգի ոնց որ կա, բայց Աշոտն արդեն սկսեց։ Գնամ ես էլ միանամ։ Սրանով ես իմ քաշն եմ բարձրացում, ահագին դժվար է, 10 հատ անում եմ, հետո հանգստանում եմ, 10 հատ էլ եմ անում։ Группы кисер.
Այս անգամ ահագին կարեցա ինձ պահեմ։ Ուղիղ կես ժամ մարզվեցինք, կարելի ասել անգամ շոկ է, համ լավ տակը, համ էլ դե մարզվեցինք, ավելի շոկեցինք։ Ջահել երեխեք են գալիս են, այդտեղ մարզվում են, մի հոգի էլի եկավ, բաներ բերել հետը նստել ուտում էր, որ վերջացներ սկսեր մարզումները։ Քանի որ այստեղ շատ չեն արևի երես տեսնում, ջահել աղջիկեր անցնում էր, որ մարզվում էինք, ժակետը հանել էր, մենակ կրծկալով այդպես գնում էր, մարմինը արևին էր տվել, հետաքրքիր է, չէ, որ ընդհանրապես ոչ մի կոմպլեքսներ չունեն, այսպես ասած թքածել ունեն ուրիշների կարծիքի վրա։ Ու չեն էլ նայում, որ ասեմ նայում են, չեն նայում, երևի մենակ մենք ենք այս դրսից եկածներս ենք, որ նայում ենք, էլի, չեն նայում իրանք ռոբոտի նման գլուխները այսպես տնկած գնում են։ Լավ է, այդպես հեշտ է ավելի ապրելը, իրանց համար շատ հեշտ է, էլի, որ ընդհանրապես ոչ մեկի կարծիքը հաշվի չեն առնում։ Մենք էլ պետք է սկսենք մի քիչ մենք մեր համար ապրենք, ուրիշների կարծիքի համար չապրենք, նկատի չունեմ շորերս հանենք մանգանք էլի, նկատի ունեմ, որ ինչ մեզ ոնց հարմար է այդպես անենք։ Ես ահագին անում եմ, այստեղ ստացվում է այդպես։ Այ հիմա երևի ես հագու կապով դուրս չգայի Հայաստանում, բայց այստեղ ազատ է էլի մի ձևի։ Հանգիստ ապրում ենք մեր համար։ Ես որ ասում եմ, այստեղ հեշտ է ապրել, ես նաև առաջերտին այդ նկատի ունեմ հեշտ է ապրել, էլի։ Չես նայում մազերդ ինչ վիճակի են, կամ դու քսվել ես թե չէ, կամ սիրուն շորերով ես, թե հասարակ շորերով ես, այդ նկատի ունեմ, էլի, որ այստեղ հեշտ է ապրելը։ Ցիտիկների անուշ ձայնը լսվում է։ Լսում եք։ Հետաքրքիր է, չէ, ինչ են խոսում, այսպես թռչուններն իրար հետ։ Հաստատ դե իրանց լեզուն է, ուրեմն մի բան խոսում են, մի բան ասում են։ Օրինակ հիմա Քսենյան ասենք տարբեր մլավոցներ որ ունի, ես հիմա մի քիչ արդեն ոնց որ հասկանում եմ, էլի, որ մլավոցը ինչի համար է։ Այս թռչուններն էլ էլի, որ այսպես ծլվլում են, մի բան ասում են։ Կա մարդ, որ կենդանիների լեզուն հասկանում է, այն հեքիաթի նման։ Հասնում ենք ջրին, նստենք ջրի մոտ։ Այս մարդն էլ ցուկ է բռնում։ Մարզվեցինք, նստեցինք ժողովուրդ ջան, նստենք մի քիչ այստեղ այս ջրի ձայնը, այս թռչունների դայլայլը լսենք, հանգստանանք, այս կանաչ գույնն էլ գիտեք ինչքան է հանգստացնում։ Նոր գնանք, ասեցի չէ, հետո խանութ ենք գնալու։
Մի քիչ օգնեցինք, որովհետև շոքեցինք հետնել, դրա համար համ էլ դե այդքան կալորիա այրեցինք, ուղիղ 30 րոպե մարզվեցինք։ Այդպես հիմա ասում եմ, քանի նստած ենք, չեմ հիշում ով էր գրել, բայց ահագին ժամանակ առաջ հարցրել էիք նոր բաժանորդներից էր ենթադրում եմ, որովհետև ես նախկինում ասել եմ, հարցրել էիք թոշակների մասին, թոշակառուները կարան այստեղ աշխատեն, թե չէ, ու հիմա ուզում եմ, որ այդ հարցին Աշոտը պատասխանի, որովհետև ինքը թոշակառու է, ինքը ավելի լավ գիտե այդ ամեն ինչը, այնպես որ խոսքը տրամադրում եմ Աշոտին։ Աշոտ ջան, թոշակառուների մասին կարան աշխատեն։ Թոշակառուն, նայած թոշակառու կան թոշակառուներ, որոնք չաշխատելով իրենց առողջական վիճակի համար խնդրեմ են ունենում, նրանք ձգտում են թոշակից հետո նորից աշխատել։ Պետությունը կոնկրետ թոշակառուն չի արգելում թոշակ գնալուց հետո աշխատելու համար։ Բայց կա այստեղ երկու տարբերակ։ Կան անձի քաղաքացիներ, որոնք թոշակ են գնացել 40 եւ ավել տարի աշխատանքային ստաժ ունենալուց հետո 44 չէ կարծեմ։ Դե 40-ն է մինիմալը համարվում, որ իրանք ստանում են լրիվ թոշակ ելնելով իրենց տարիների աշխատած աշխատանքային թոշակ են ստանում, որը անձեռնմխելի է, դրա ասենք թոշակի գնալուց հետո տարիքը 65 եւ ավելա, մի քանի սանդղակներ կա Բելգիայում 65-67 այդ անձիկ կարող են թոշակը ստանալուց հետո, եթե իրենց գործատուն, որտեղից նրանք թոշակ են գնացել, նորից ցանկանում է որ նա մնա աշխատի, աշխատում են եւ հավելյալ պլյուս նաեւ ստանում են թոշակ, ոչ մի հետ պահում խնդիր չկա։ Այսինքն համաշխատավարձ են ստանում, համ թոշակն են ստանում։ Ես հայ ընկերներ ունեմ, որոնք եւ արդեն թոշակառու են, աշխատում են նաեւ ֆիրմաներում, ասենք մեծ բեռնատար ավտոմեքենաների վրա վարորդներ, շատ լավ վարորդներ են, նրանց իրենց ֆիրմայի շեֆը խնդրում է որ մնան եւս աշխատեն, որովհետեւ այստեղ վարորդների շատ կարիքներ կան։ Նման իրավիճակը նաեւ տեղում, ասենք շինարարական հիմնարկներում, օբյեկտներ ֆիրմաներում, որտեղ շատ լավ մասնագետներ կան եւ նրանց թոշակի գնալը կարող է բացասաբար անդրադառնալ տվյալ ասենք ֆիրմայի գործունեության նկատմամբ։ Այսինքն կարիքը որ ունեն, բան են անում էլի, ուզում են որ մնան։ Եթե ցանկանում են, կարան աշխատեն, եթե ասենք հնարավորություն տալիս են։ Կան մի կատեգորիա էլ, որոնք ասենք աշխատել են ծանր ֆիզիկական աշխատանք են անընդհատ կատարել եւ թոշակ գնալուց հետո ուզում են նորից մի քիչ գումար նորից վաստակեն։ Դրանք կարան այլ ֆիրմաներում նաեւ աշխատանք ունեն։ Բայց երկրորդ կատեգորիան, որ մարդիկ թոշակ են գնացել ոչ լրիվ աշխատանքային ստաժ ունենալուց, այսինքն 40 տարի սպագաս ա եղել իրենց աշխատանքային ստաժ, այստեղ պետությունը համարվելով սոցիալական պետություն, այնքան դրական բաներ ունի, որ ասենք այն թոշակառուներ, որոնք ասենք ունեն 10 տարվա աշխատանքային ստաժ, 10-ից մի քիչ պագաս, մի քիչ ավել, բայց ոչ 40, ապա դա այդ իրանց մինիմալ պետության կողմից հաստատված է մինիմալ սանդղակ, այդ մինիմալ սանդղակը եթե իրանց քիչ աշխատանքային ստաժի պայմաններում չեն կարողանում լրացնել, Բելգիայի կառավարությունը դա իր հատուկ սոցիալական թոշակի ֆոնդերի միջոցով նպաստ է տալիս, որովհետեւ նրանց մինիմալ թոշակը լրանա եւ այստեղ մինիմալ թոշակը Բելգիայում 10,000 եվրո է։ Եվրոմիության զարգացած երկրներում մինիմալը համարվում է 1000 եւ մի քիչ ավելի, ամենացածը 1000-ն է, բայց ասենք այն արևելյան Եվրոպայի երկրները, ասենք Լեհաստան, Չեխոսլովակիա, Բուլղարիա, Ռումինիա եւ այլ, որ վերջերս են մտել Եվրոմիության կազմում, նրանց թոշակը համեմատած մինիմալ թոշակը քիչ է մի քիչ կազմում, կարծեմ ամենացածը կազմում է 5 թե 600 եվրո։ Եթե ասենք այն պետությունները, որոնք ասենք մտնում են Եվրոմիության կազմում, իրանց երկրներում կառավարությունը պետք է այնպիսի աշխատանք տանի, այնպիսի ասենք սոցիալական ծրագիր ունենա, որովհետեւ իրենց աշխատողների մինիմալ թոշակն էլ համապատասխանի Եվրոպական միության անդամ երկրների մինիմալ թոշակին եւ նոր այդ դեպքում ասենք այդ պայմանները
կատարելուց հետո նոր իրանց ընդունում են Եվրոմիություն։ Ասենք ցանկացած երկիր, որը միանգամից փորձի մտնի Եվրոմիություն եւ օգտվի այդ սոցիալական փաթեթներից, որոնք Չեն կարող։ Եվրոմիությունը սահմանել է իր աշխատողների համար, երկրների աշխատողների համար, այդպես չի։ Նրանք պետք է իրենց տնտեսությունը բավականին տնտեսական մակարդակը համախառն արտադրանք այնպիսի աստիճանի հասցնեն, որ հնարավորություն կտա նրանց մինիմալ թոշակը եւս սահմանվի այդքան։ Այստեղ քաղաքացին աշխատող թե չաշխատող թոշակի տարի հասնելուց հետո նա եւս ապահովված է, այսինքն սոցիալապես ապահով է, նրանց մինիմալ այնքան են հաշվարկում տալիս, որ տվյալ անձը կարողանա տվյալ ամսվա ընթացքում նորմալ գոյատևի, ոչ ճոխ ռեստորաններում եւ այլն իր կյանքը ասենք հասկացնելով եւ այլն։ Հաշվում են ասենք ամուսինների եկամուտը գոնե 2000 եվրոից պակաս չպետք է ամսական լինի, եթե երկուսն էլ թոշակառու են։ Իսկ եթե մեկը թոշակառու է, մեկը չէ, դրան էլ սադրակ կա, այսինքն կարող է ընտանիքի անդամներից մեկը լրիվ հաստիգով աշխատել եւ եթե նպաստի այդ ընտանիքը ստանամ, պետք է գումարը 2000, այսինքն 500 եվրոից եթե բարձր է լինում, նոր այդ նպաստի քանակը նվազեցվում է։ Այսինքն նկատի ունես, այն որ թոշակառուն համ քիչ թոշակ է ստանում, պլյուս նպաստ է ստանում։ Այո, այդ եթե պարագայում զուգընկերը ասենք բան է անում, լրիվ դրույքով աշխատող է, ապա նպաստի քանակը նվազում է, այսինքն այնքան է լինում, որ երկուսի աշխատավարձը 2500 եվրո այդքան ավել չգերազանցիկ, բայց տվյալ պայմաններում թույլատրվում է, որ թոշակառու, ասենք թոշակառուն երկուսից մեկը կինը կամ տղամարդը եւս ամսվա ընթացքում կարող է աշխատանքով վաստակել 500 եվրո դրամ, որը չի խանգարելու նրա ֆլեքսի ջոբ, որը կոչվում է ֆլեքսի աշխատանք։ Հիմնականում այս կաննա, եթե ասենք կոնկրետ Բելգիայում կան նաև հարևան երկրներից, որոնք նաև մտնում են Բելգիայի Եվրոմիության կազմում, այսինքն իրենց երկրում աշխատած տարիները Բելգիայում թոշակի գնալիս լրիվ հաշվում է որպես աշխատանքային ստաժ։ Օրինակ լեհերը, չեխերը, սլովակները, բուլղարացիները, ռումինները, որ բնակվում են Եվրոպայում եւ աշխատել են այնտեղ, ասենք ունեն ոչ 40 տարվա ստաժ միայն բանում, ասենք Բելգիայում, եթե իրենց երկրինն էլ իշքան ստաժ ունենում են, գումարումը հասնում է, ասենք 40 տարի եւ այլը, ավել նրանք այդ 40 տարվա թոշակը ավելի բարձր ստանում են Բելգիայում, քան ասենք ռումինացին այդ 40 տարվա թոշակը կստանար Ռումինիայում։ Բելգիայի կառավարությունը առանցին մի օրենք ընդունել թոշակառուների համար, եթե տեղակեք այստեղ իշխանությունները ձգտում են, որ քաղաքացիները, բելգիացիները թոշակի գնան 67 տարեկանից, բայց դեռ դա հաստատ բոլորի համար չէ, այսինքն մինչև կարծեմ 60 թվականի ծնվածները գնում են 65 տարեկանից, դրանց հետո գնացածները 67, բայց եթե մարդիկ թոշակի, ասենք տարիքը հասել է եւ ցանկանում են եւս 2 տարի աշխատել, հետո նոր գնալ թոշակի, ապա թոշակը հաշվելու ժամանակ, ասենք իշքան որ պետք է կազմեր իր թոշակը սովորական, ավել աշխատած յուրաքանչյուր տարվա համար հաշվարկվում է 30 եվրո ամեն ամսվան ավել թոշակա։ Ենթադրենք պետք է 65 տարեկանում գնար ստանալ 1800 եվրո թոշակ, ապա 67 տարեկանում գնալուց հետո, եթե թոշակը հաշվարկվում է 67-ից հետո, ինքը կստանար 1860 կազմ։ Բայց այստեղ ասենք Բելգիայում եւ ոչ միայն Բելգիայում, այլ Եվրոմիության ցանկացած բոլոր երկրներում, դե մարդիկ 20 տարեկանից հետո նույնիսկ ավելի շուտ, երբ որ ասենք բարձրագույն բանն ասենք չեն գնում սովորելու եւ այլն, համարյա 20 տարեկանից աշխատում են մինչեւ 60-65 տարեկան։ Նրանք կարող են 60 տարեկանից էլ գնալ թոշակի, որովհետև 40 տարին արդեն լրացել է, իրենց թոշակի ֆոնդը իրենց բավարարում է։ Բայց ասենք 65 տարեկան գնալուց հետո, ասենք ամուսինները հիմնականում այստեղ երեխաները չափած դառնալուց հետո առանց իրեն ապրություններից։
իսկ երկու հոգու նորմալ աշխատած երկու անձնավորություններ, ասենք ամուսինների թոշակը ամենը ասենք այդ տարիների համար ամենակիչը ստանում է 1800 դրանից ոչ պակաս թոշակ եւ մեծամասնությունը, այսինքն այդպես է 1800 ամուսինը 1800 կինը 3600 ամսական թոշակ նրանց համար ապրելու շատ մեծ Շատ հեշտ է ավելի այո ապրելը։ միջոց է, որը նրանք չեն կարող ամսվա ընթացքում այդքանը ծախսել։ Մի բանը լավ կդառնա։ Հիմնականում էս կանը, ես կարող եմ ինչ որ տեղեր լրիվ ասենք, չգիտեմ, իրենց օրենքները թոշակառուների մասին, բայց ինչ որ ես ականատես եմ եղել, արդեն հարցրելով, տեղեկանալով, ես էլ եմ թոշակի գնացել, ասենք, թոշակի ֆոնդից նամակներին պատասխանելով, հիմնականում այսպես է վիճակը։ Նաև թոշակառուների համար կան այլ միջոցներ, այլ ֆոնդեր, որոնք pedagogan հետ կապվածություն չունեն, այսինքն շատ աշխատողներ, երբ զգում են, որ իրանք բավականին բարձր աշխատանք են, աշխատավարձ են ստանում, եւ ցանկություն են ունենում մասնավոր թոշակավորման ֆոնդերին ամսական իրենց աշխատավարձից որոշակի գումար մասնահանել, խնայել թոշակի գնալու տարիքի ժամանակ այդ գումարը նրանք օգտագործեն իրենց հասանելիք թոշակի հետ միասին, այսինքն առանցին նոր թոշակ լրացուցիչ ստանան, որը իրենց կբավարարի թոշակի տարիքի ժամանակ։ Դրանք հիմնականում են դրան այդ ֆոնդերի հիմնականում գումար են մուծում են անձինք, ովքեր ասենք դրսից եկածներ են կամ կոնկրետ Բելգիայում իրենց աշխատանքային ստաժը 40 տարի չի բավարարում իրանց, բայց իրանք ստանում են բավականին բարձր աշխատավարձ, ենթադրենք ասենք 10-15 տարի այլ ֆիրմաներում աշխատելու ժամանակ, ասենք շինարարություն են կատարել, վարորդական, վերանորոգման ասենք աշխատանքներ կամ գործարաններում են աշխատել, որ ասենք դժվար ծանր աշխատանքներ, դրանք իրենց աշխատավարձից ամսական մասնահանում են անում եւ 65 տարեկանից երկրում են թոշակի պլյուս pedagogan թոշակի պետության կողմից ստացված թոշակի հետ միասին պլյուս իրանք լրացուցիչ թոշակ են ստանում այդ ֆոնդերից։ Դե պատկերացրեք, ասենք դա կարծեմ Հայաստանում էլ մի ժամանակ արեցին, ինչ որ գումարներ են թոշակի ֆոնդին մուծում, հիմա ես չգիտեմ այդ վիճակը, այդ ֆոնդերը մնացին, թե հավաքեցին գումարները փախան, թե չփախան, բայց այստեղ նման բան չկա։ Ցանկացած գործունեություն պետության կողմից միշտ խիստ վերահսկվում է։ Օրինակ, երբ որ նոր էի գործի մտել, բանի այդ բանկում որ հաշվի համար բացեցի, այնտեղ տալիս էր թոշակի համար խնայել, ասենք, ու բաներ անում էլի, ոնց որ հաշվարկ էր անում այդպես, անկախ հաշվարկ էլի առանց պարտադրելու, ենթադրենք, եթե ես խնայեի 100 եվրո ամեն ամիս թոշակիս համար, այդ հաշվի վրա հավաքեի ամեն ամիս։ Ու պատկերացրեք, ասենք աշխատեմ, ենթադրենք ես այդքան շատ չեմ աշխատելու, բայց օրինակ 20 տարեկան է կամ 30 տարեկան է, որ 20-30 ավել տարիներ, ասենք խնայի ամիսը 100 եվրո կամ ինչքան ուզենայես, քիչ եմ ասում հələ։ Պատկերացրեք, ինչքան մեծ գումար կկազմի, էլի թոշակ գնալուց հետո համ թոշակը կստանա, համ էլ այդ իր գումարը կստանա։ Որը չկար այդքան ծախսի։ Արդեն դրա համար էլ թոշակառուները շատ լավ են իրանց նայում, լավ ռեստորաններում են սնվում, լավ հագնում, կապում, շատ լավ են ապրում թոշակառուները։ Ժողովուրդ ջան, այսօրվա այս իրավիճակում ամենալավը պաշտպանված են Եվրամիության երկրի քաղաքացիները, որոնք իրոք պետության կողմից հոգատարությունը զգացվում է։ Որոշ էլ գիտենք այսօր ինչպիսի ծանր սոցիալական իրավիճակը ասենք մեր երկրում, վերջերս մի ընկեր ունեմ, որը սրտից ստենդավորվեց, վիրահատվեց, ասած երկու հատ ստենդ դրեց։ Այդ երկու ստենդի համար ինքը վճարել է 75 եվրո գումար, բայց ես էլ նույն իրավիճակին արժանացել եմ Հայաստանում, որովհետեւ ստենդավորում կատարեն ինձ $5000 չափով մեր հայկական դրամը պարտադրում եմ, որ ես նախորդ մուծեի, նոր ինձ ստենդավոր են։ Տարբերությունները տեսեք ինչա։ Համեմատություն է, էլի։ Այսինքն եթե գումարը չմուծես, մի րոպե, ասենք այստեղ էլ ասենք ստենդավորում ավելի թանկ արժե, քան երևի Հայաստանում,
բայց դե քանի որ բժշկական ապահովագրություն կա եւ ամսական այդ տարեկան ապահովագրական վճարը մենք մուծում ենք, դե գումարը այդքան մեծ էլ չի կազմում, 140 եվրո, բայց բոլոր ծանր վիրահատությունները, սրտի, ասենք, երիկամների եւ այլն, քաղաքացին մուծում է չնչին գումարը, եթե ասենք այլ եկամուտներ էլ չունի կամ միլիոնատեր կամ միլիարդատեր չի, պետությունը նրանց մասին հոգում է, այսինքն սոցիալապես պաշտպանված է այստեղ քաղաքացին։ Իսկ Հայաստանում մինչև գումարը չտեսնեն, մարդը մահանա է, ոչ մեկին դա չի հետաքրքրում։ Այսինքն ոչ միակ Հայաստանում, այլ Եվրոմիությունից բոլոր երկրներում, Ռուսաստանում, այսինքն աշխարհի այլ շատ երկրներում, որտեղ ասենք տնտեսապես հետամնաց են, թույլ են այդ երկրներում։ Իսկ Եվրոմիության կազմում այսօր 28 երկրներ կա եւ այդ 28 երկրներում էլ մանավանդ առողջապահության կողմից քաղաքացիները ապահովագրված են։ Ինչը որ շատ կարևոր է։ Կանգնած է, ճիշտ ասեմ, այստեղ օպերացիաները թանկ են եւ այլն, դա թանկը այլ երկրներից թանկը, բայց ապահովագրությունը մուծում է։ Բայց տեղի քաղաքացիների համար ապահովագրությունը, ապահովագրական կազմակերպությունները մուծում են։ Իսկ եթե ասենք մարդ, ասենք միայն սոցիալական օգնությունով է դարձել էլի ապահովագրում սոցիալական օգնություն ստացողները, շատ դեպքերում են արդեն սոցիալն է դրանց օգնում, եթե ասենք այնպիսի օպերացիաներ են, որ լրիվ ապահովագրական ընդհանրենք չի կարողանում մուծի, չի համաձայնում մուծելու։ Այդպիսի մի ժամանակ էր նաև մեր մոտ խորհրդային տարիներին, բայց դե կառուցվածքը բոլորովին ուրիշ էր, ասենք կար անվճար բժշկություն, անվճար կրթություն եւ այլն, այդ անվճար բժշկությունը ես կասեի, որ իրոք այսօր այստեղ անվճար բժշկություն ամենասեն 30-40 հազար եվրոանոց, դոլարանոց օպերացիաները քաղաքացին վրա նստում է չնչին բանն է, մինչև 100-150 եվրո թող ասենք այդպես։ Աշոտը որ ասեց իր այդ սրտի ստենդավորումը, քանի տարի առաջ էր Աշոտ։ 12 թվին։ 12 թվին։ Ես հիշում եմ, որ բժիշկը նայեց, ինչ վիճակա, դուրս եկավ, ասեց, բանա, այսքան գումար է, ասեց, հարցնում էր, էլի կարանք մուծենք, այսինքն եթե չկարողանանք մուծենք, պետքա բանը չանի, էլի այդ ստենդավորումը չանի։ Ասեց, իհարկե, ասի, արեք, անպայման արեք, հենց վաղ մենք այդ գումարը կմուծենք։ Վարկ վերցրեցինք ու գումարը մուծենք այդպես է։ Ու Փառք Աստծո, էլի կարողացանք անենք, դե բանկերը ճիշտ է, Հայաստանում շատ բարձր տոկոս էին տալիս, բայց շնորհակալ ենք, որ այդ պահին այդ վարկը արժեր իր կյանքը։ Այնպես որ այստեղ այդ առումով հեշտ է, էլի ժողովուրդը։ Մեր երկիրը կոռումպացված երկիր է, նաև շատ դեպքերում նման դեպքեր շատ են եղել, որ ստեղեկացել եմ, որ նման դեպքեր են եղել, ասենք անհրաժեշտություն չի եղել ստենդավորելու, զոնտավորումով էլ կարելի էր հարցը լուծել, բայց այդ մարդկանց խապելով գումարներ են վերցրել, դա առանձնապես Քոչարյանի Սերժի ժամանակներում շատ է եղել, բայց պատասխան դրա համար ոչ մեկի չի տվել, մի անձը որ տվել է ստենդավորման համար, հետո դեպք է եղել, որ ռենտգեն ստուգման այել նրա մարմնում այդ ստենդը չի այլ։ Այսինքն չեն դրել ստենդ, էլի։ Խեղճ ժողովուրդն է, էլի միշտ էլ խեղճ ժողովուրդն է դժվել։ Ժողովուրդ ջան, կարծում եմ Աշոտը սպառիչ պատասխանեց ձեր հարցերին, եթե էլի հարցեր կունենաք, գրեք, կպատասխանես, չէ՞ էլի Աշոտ։ Ձգտեք Եվրոմիություն, այդ չգիտեմ, այդ հանրաքվեի համար օրենք ինչի նորից երկարաձգեցին, միգուցե ուզում են հրաժարում են Եվրոմիություն գալուց, իրոք մենք Ռուսաստանի հետ երկար կյանք չունենք։ Այս քաղաքական թեմայը առանձին թեմա է Աշոտ ջան։ Եվրոմիություն ձգտեք, որ այդ պայմաններում, որ հիմա համատարած Հայաստանում էլ հայտարարագրում ա գնում եկամուտների եւ այլն, դա ճիշտ քայլ է, որ համատարած հայտարարություն են անում։ Բայց այստեղ այն ընտանիքի գումարները որ հայտարարագրվում է տարեկան, միջինից պետության կողմից սահմանված միջինից ցածր ալնում, տարեվերջին պետությունը ընտանիքներին լրացուցիչ գումար է հատկացնում։ Բայց յուրները շատ ավելանում, այդ ավելն նորից ձեռքից է դատանում։ Այսինքն միջին եկամուտը նախատեսում են ըստ ընտանիքի համար 3000 ամսական 3400 եվրոյի չափ,
որոնք իրենց հաշվարկով բավարար են ընտանիքի նորմալ ապրելու համար։ Չհաշված, ասենք, ամուսինների աշխատավարձից ընտանիքում քանի երեխա կա, ամեն երեխան ամսեգանը մոտավորապես 200 եվրոյի չափ Ինչին է 200 եվրո ստանում։ երեխայի նախատեսված նպաստ է ստանում։ Դրանք էլ է գումարվում աշխատավարձին։ Նորմալ աշխատող մարդի համար Եվրոմիությունը իրական երկիր է, իրական երկրներ են, դրա համար պատահական չէր, որ արևելյան Եվրոպայի երկրները, որոնք թոթափեցին այդ կոմունիստական երկար տարիների այդ լուծը, բոլորը ձգտեցին միավորվել Եվրոմիության կազմում։ Ամենավատ իրավիճակը այսօր գտնվում է նախկին խորհրդային երկրների տարածքներում, որտեղ քաղաքացին երբեք սովորական մարդկանացին պաշտպանված չի։ Պաշտպանված են երկրի ազգաբնակչության մի 10%-ը, որոնք կոռումպացված, չգիտեմ ինչ վատ խոսքեր ասեմ, բայց չեմ ուզում վատ խոսքեր ասեմ, թալանի հիման վրա գոյատևող մարդիկ են, որոնց միայն հետաքրքրում է իրենց թալանը, կոռուպցիա։ Այսքան բան։ Այսքան բան, շնորհակալություն Աշոտյան հարցազրույցի համար։ Ժողովուրդ ջան, կարծում սպառիչ ասեց Աշոտը ամեն ինչ, եթե հարցեր կունենաք, էլի գրեք, Աշոտը սիրով կպատասխանի։ Հերիքա հանգստանանք, արդեն գնանք խանութ, որ գնանք տուն։ Սիրելի հայուհիներ ջան, այս սիրուն ծաղիկները ձեզ եմ նվիրում։ Եկել եմ նկարեմ, Աշոտն ասում է կանաստոնի արդիվ նվեր արա, այնպես որ նվեր եմ անում սրանք ձեզ։ Տեսեք ինչքան սիրուն այնտեղ էլ է։ Մի ամսակ են ասում Հայաստանում, բայց դա այնքան էլ ես ճիշտ չեմ համարում մի ամսյակ, բայց ինչի մի ամսյակ կամ ինչի մի ամսյակ անեն, մի ամսյակի ընթացքում կանանց ծաղիկներ նվիրեն կամ չգիտեմ մեծարեն կամ բան, դրանց հետո էլ չէ, այնպես որ մի ամսյակը ճիշտ չի, միշտ էլ պետքա հարգեն ուշադրություն դարձնեն կնոջը։ Կինը տան սյուդլա, եթե կնոջը ուշադիր լինեն կնոջ հանդեպ, նրբանկատ լինեն, օգնեն, հասկանան, կինը հաստատ շատ ավելին ետ կվերադարձնի։ Փակել են այստեղ գործ են անում։ Ժողովուրդ ջան, ծնծաղիկ ենք տեսել, տեսել էստեղի ծնծաղիկը, այ քեզ գեղեցկություն, քանի տարի ծնծաղիկ չէի տեսել, արդեն բացվել է շատ, խաղող վերցնեմ, ոնց որ տեսնենք հացերն էլ տոպրակ չկա հացի համար խաղող երևի 2 հատ վերցնեմ բագետ վերցնես, չէ Աշոտ? Մի հատ սրանից վերցնեմ,
ավելի լավը չկա, ոնց որ այդքան էլ լավ չլինի։ Ես մեկը վերցնեմ լավ։ Մի հատ այս բանանը, մանդարին, տեսնենք որն է լավը։ Մի հատ սպանակ վերցնեմ, տեսնենք որն ավելի լավ է։ Մի հատ սպանակ, մի հատ ֆրեյ վերցնեմ, մի հատ նեխուր վերցնեմ, Չլ գազար, մանր գազար է, լավս վերցնեմ, լոբի եմ ուզում, բայց մենակ ես տեսակն է, ես չեմ վերցնի։ Արտիշոկ հարդան, մի հատ էլ արտիշոկ վերցնեմ, հա, երկու հատ էլ ես կարմիր բիբարներից վերցնեմ, սպասի սպիտակ տոֆու կա վերջապես, մի հատ էլ վերցնեմ, 3 հատ հերիքա, խոզի մսերը, ֆիլեն արժի 375 գրամը, 2 €75 մի հատ էս քուրի սալատներից վերցնեմ, ապրիլի 2-ը, մի հատ էլ սամուրայ, ժամկետը նայենք, ես մինչև մարտի 27-ն է, ահագին ժամանակ կա։ Թարմ ձուկը շատ թանկ է, այս սուպերմարկետներում, սաղմոնը 20 €, այս մեկը կիլոն 29 €, այս ֆիլեն էլ կիլոն արժելի 29 €, թանկ է, սուկնեղեն է, թարմ շատ թանկ է, հավի միսը, հեսա նայենք, հավի միսը մի քիչ էժան է ավելի, օրինակ այս պտիկները արժեն 600 գրամը, մի կիլոն 6 € է, կիլոն 6 € է, հավը կիլոն 419 է, թարմ հավը, կարելի այն սուպ եփելու հավերից առնել, բայց լիդլում չկա, հավի կրծքամիսը, էսա երկու տեսակ կա, քաշերի տարբերությունն է, 400 գրամ, ավելի շուտ կիլոն 13.73, թանկ է, մեկ ակցիա են դնում։ Ես էլ հավի աղացած միսա, կիլոն 9 €։ Մոցարելա վերցնեմ 2 հատ, մի հատ հալած պանիր, քսովի պանիր, երկու հատ պանիր, մի հատ հունական յոգուրտ կամ մածուն, մեկ էլ ուզում էի այս սերուցքներից, մի հատ էլ սերուցք ձեռքով դժվար է տանելը, մի հատ էլ հեղուկ յոգուրտ, մի հատ լվացքի հեղուկ վերցնեմ, սպիտակի,
Գնացի թափեցի ձեպի գինը նայեք, ջարդեցին 8.39 է, այ էս մեկն էլ 7.99 է։ Ձեթերի գինը ոնց արհեստականորեն ավելաց թանկացրին կորոնայից հետո։